Այսօր առավոտյան ուրեմն Նիկոլ Փաշինյանը մեր հերթական այսօրվա լուսաբացը բացվեց Նիկոլ Փաշինյանի հերթական Ալիևի տշած պասը բռնելով, երբ որ Բելգիայի եւ Նիդերլանդների խորհրդարանները ընդունեցին բանաձև կոչ անելով Ադրբեջանին անվտանգ եւ լեգիտիմ պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձի վերաբերյալ, անմիջապես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդների եւ Բելգիայի դեսպաններին կանչեց եւ նրանց ներկայացրեց ուլտիմատում ասելով, որ նրանց այդ օրինակ հայտարարությունները բանաձևերը ուղղակի սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ուղղակիորեն վնասում են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին եւ սրփրայզ այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակելով Ադրբեջանի ուլտիմատումը իր հերթական ուղիղ եթերը նվիրեց նրան, որքանի ինքը կա Հայաստանի օրակարգում չի լինելու արցախցիների վերադարձ Արցախ եւ ինքը դա փորձեց այսպես հերթական ուրեմն մանիպուլյացիաներով մեկնաբանել, որ արցախցիները պատանդ են եղել 30 տարի եւ վերջապես նրանք պիտի ազատվեն այդ պատանդի կարգավիճակից փոխարենը նույն Ադրբեջանը, որ սպառնում է միջազգային կառույցներին, որ չհամարձակվեք բարձրացնել արցախցիների Արցախ վերադառնալու թեման, շարունակում է իր թիվ 1 օրակարգը պահել, ինչպես Ալիևը ասաց, Ղարաբաղի խնդիրը լուծելուց հետո Ադրբեջանի թիվ 1 օրակարգը այսօր 300,000 ադրբեջանցիների վերադարձն է իրենց պատմական հայրենիք Արևմտյան Ադրբեջան։ Նիկոլ փաստորեն օքեյ է, քո համար, որ Ալիևը շարունակում է մեր վզին դնել 300,000 ադրբեջանցիներին եւ մեր հայրենիքը, մեր ինքնիշխան տարածքը շարունակում է համարել ադրբեջանական պատմական հողեր Արևմտյան Ադրբեջան, իսկ դու շարունակում ես սպառնալ արցախցիներին, ասելով քանի դու կաս, նրանք պիտի մոռանան, իդեպ նայվի հեճուկս միջազգային բազմաթիվ ուրեմն բանաձևերի, հայտարարությունների, այդ թվում նաև Հաագայի դատարանի իմպերատիվ ուրեմն բանաձևի, որով Ադրբեջանը պիտի պարտավորվեր անվտանգ պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձի համար, դու վերցնում ես Ալիևի պասը եւ շարունակում ես ադրբեջանական օրակարգը։